Ռուսահայկական համալսարանում անցկացվել էր Travel Blogging Կարամզինյան ոճով խորագրով մրցույթը, որը նվիրված էր Նիկոլայ Կարամզինի 260-ամյակին։ Նման միջոցառումները կարևոր կամուրջ են ծառայում գրականության և ժամանակակից մեդիայի միջև։ Մրցույթին մասնակցել են բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի ուսանողները, ներկայացնելով ստեղծագործական աշխատանքներ, ճանապարհորդի նամակներ ժանրային ձևաչափով։ Դրանք ոգեշնչված էին սենտիմենտալիզմի գեղարվեստական ավանդույթներով, որտեղ ուսանողները համադրել են անձնական զգացմունքայնությունը, դիտարկումները և ճանապարհորդական տպավորությունները, վերարտադրելով Կարամզինյան ոճին բնորոշ հուզական խորությունն ու նրբագեղությունը։ Բացի գրավոր աշխատանքներից մասնակիցները պատրաստել են նաև ժամանակակից ռիլսեր, կարճ տեսանյութեր, որոնց միջոցով ներկայացվել են Հայաստանը իրենց սիրելի վայրերը։ Մրցույթին մասնակցել է 29 ուսանող, Գրանպրիի արժանացել երկրորդ կուրսի ուսանողի Մարիամ Արաքելյանը։ Ճամփորդի նամակներ անվանակարգում հաղթել են Կարեն Գևորգյանը և Եկատերինա Խալիտովան, իսկ լավագույն ռուսերի հեղինակներն է ճանաչվել Մարգարիտա Ղազախիթյանը և Անիկ Կարապետյանը։ Մրցանակիրները պարգևատրվել են Նիկոլայ Կարամզինի և Ալեքսանդր Պուշկինի գրքերով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված տարածաշրջանի տեսարժան վայրերին նվիրված ալբոմներով։ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված տարածաշրջանի տեսարժան վայրերին նվիրված ալբոմներում։